Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ընթացքում տեղի ունեցել դժբախտ պատահար։ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի։ Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվել է հրշեջ փրկարար սերժանտ Տարոն Սիմոնյանը։ Պատահարի հետևանքով տուժել է փրկարարական 4 զինծառայող։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում կայացել է հայաստանյան եպիսկոպոսների եւ թեմակալ առաջնորդների ժողով։ Մայրաթորից հայտնում են, որ քննարկվել է վերջին շրջանում որոշ հոգեվորականների կողմից պատարագի ընթացքում կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների դիտավորյալ չհիշատակման խնդիրը։ Եպիսկոպոսած դասը դատապարտել է երևույթը, արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակակրոնական է եւ կարող է հանգեցնել հերձվածի, ասվում է Մայրաթորի հայտարարությունում։ Ժողովում ընդգծվել է նաև, որ նման գործողությունները ենթակա են խիստ պատժի, եթե տվյալ հոգևորականը չզղջա եւ չվերականգնի սահմանված կարգը։ Ժողովը կոչ է արել հոգևորականներին պահպանել միաբանություն եւ չտրվել պառակտիչ սադրանքների, հանուն հայ առաքելական Սուրբ եկեղեցու առավել զորության։ Ալեն Սիմոնյանը պատրաստ է մեկնել Բաքու հարմար պահի։ Նա դեռ անձամբ Ադրբեջան այցելելու հրավեր չի ստացել, բայց կքննարկի, եթե այն լինի։ Սիմոնյանը նաև պատրաստվում է իր ադրբեջանցի գործընկեր Սահիբա Գաֆարովային հրավիրել Երևան։ Լրագրողի հարցին ի պատասխան ասել է հենց ինքը Սիմոնյանը։ Անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների հարցին, Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ որոշ ժամանակ անց բոլոր գերիները, այդ թվում Արցախի քաղաքական ղեկավարությունը, վերադառնալու են Հայաստան։ Մենք ունեցել ենք 200-ին հասնող գերիներ, 200-ին հասնող գերիներ։ Հիմա այսօր կա 23 հաստատված գերի։ Եկեք սպասենք եւ ես վստահ եմ, որ այս քայլերի շնորհիվ այդ գերիների թիվը ինչ որ պահի գալու է հասնի զրոյի եւ վերադառնալու են բոլորը, վերադառնալու են նաեւ այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարները, վերադառնալու են բոլոր այն մարդիկ, ովքեր որ գերեվարվել են կամ հայտնվել են այսօր ընդդեղի բանտերում։ Մեր իշխանությունը ամեն ինչ արել է եւ անելու է, որ բոլորը անխտիր վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Իջևան նոյեմբերյան ավտոճանապարհի Կրիվոյ կոչվող վայրում գործող ԺԲԿ-ի տարածքում պայթուն է տեղի ունեցել եւ կան վիրավորներ։ Պայթունի վայրում իրավապահները հայտնաբերել են տարբեր հատվածներում առնանման հետքեր եւ ծխացող օջախ։ Թե ինչ է պայթել եւ ինչ հանգամանքներում պարզվում է, ինչպես նաեւ ԺԲԿ-ի սեփականատիրոջ եւ վիրավորի ինքնությունն է պարզվում։ Բժիշկները 2 հոգու տեղափոխել են Իջևան բժշկական կենտրոն։ 6 օր է ինչ Հայաստանի տարբեր մարզերում բռնկված հրդեհները հրշեջներին չի հաջողվում մարել։ Աղետը հասել է Դիլիջան ազգային պարկի տարածք, այն այրվում է։ Հրդեհի բռնկման օջախները բազմաթիվ են Հայաստանի մարզերում։ Վտանգ կա, որ կրակը կարող է հասնել Սեմյոնովկա բնակավայրին։ Դիլիջանի քաղաքապետը հրդեհի վայրում է երեկ եղել ու ըստ նրա համացանցում ներկայացվող այն չափազանցված վիճակը չկա։ Հրդեհաշիջման աշխատանքները կատարվում են, տեղում են նկարահանված ջոկատները, էկոպարեկները, բազմաթիվ բնակիչներ, որոնք կամավորականներ են, աշխատանքները մեծ տեմպով շարունակվում է։ Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է խոտածածկի չորությունը, քամի է, ինչը նպաստում է հրդեհի տարածմանը։ Հրշեջ փրկարարներն օրեր շարունակ առանց դադարի շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները։ Հայաստանի ռազմաօդային ուժերը մի քանի ինքնաթիռներով եւս մասնակցում են կրակի մարման աշխատանքներին։ Ներքին գործերի փրկարար ծառայությունը հայտնել է, որ ժամը 10:30-ի դրությամբ Տավուշի մարզի Դիլիջան Կազաչի հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Մյուս հատվածում Նավուր բնակավայրի մոտակայքում Դիլիջանի բոլորաններին հարակից անտառում եւ Դիլիջանի Լեռնային Արմենիա հյուրանոցի մոտակայքում աշխատանքները շարունակվում են։ Երևանում օդի աղտոտվածությունը շարունակում է մնալ մտահոգիչ։ Երևանի կենտրոն վարչական շրջանում օդի աղտոտվածությունը ամենաբարձրն է, հայտնել է շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի ղեկավարի տեղակալ Գայանե Շահնազարյանը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հրապարակել է տեսանյութ, որտեղ վստահեցրել է, թե օդի աղտոտվածությունը մեր տարածաշրջանում ունի խիստ սեզոնային բնույթ եւ պայմանավորված է առավելապես աշխարհագրական գործոններով։ Ավինյանը խոստացել է շուտով ներկայացնել, թե ինչ քայլեր է նախատեսում քաղաքապետարանը խնդրին լուծում տալու համար։ Օդի որակի ցուցանիշը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Կառավարությունից հայտնել են, որ նիստի ընթացքում քննարկվել են անվտանգության խորհրդի լիազորությունների շրջանակը ընդգրկող ընթացիկ օրակարգային եւ ռազմավարական բնույթի հարցեր։ Դրան բացի խորհրդի անդամներից մասնակցել է նաեւ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Ո՞րն է պատճառը։ Ինչու ենք մենք։ Հավելյալ դիրքորոշում Հայաստանի Հանրապետության փոխարտգործնախարարը ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության ձևաչափի վերաբերյալ արդեն հայտարարվել է։ Հայաստանը չի մասնակցում, բայց եւ չի խոչընդոտում որոշումների փաստաթղթերի ընդունմանը։ Այսինքն Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունը շահերի հիման վրա, ըստ իրավիճակի, ըստ ձևավորվող իրավիճակի եւ հայտարարվել է Հայաստանի եւ դիվերսիֆիկացման քաղաքականության մասին եւ բալանսավորման եւ բալանսավորելու քաղաքականության մասին այդպիսի կոնկրետ իրավիճակի Հայաստանը կատարում է ընդունում է որոշումներ եւ եթե հավելյալ տեղեկատվություն ունի կտեղեկացնի հնարավոր է մի օր էլ դուրս գա ՀԱՊԿ-ից եւ այդ հարցը արդյոք քննարկվել է Հայաստանը որ դուրս գա ՀԱՊԿ-ից։ Այսպիսի հարց այս փուլում արտաքին գործերի նախարարության օրակարգում մեր առջև այդպիսի խնդիրներ չի դրվել։ Եթե լինեն այդպիսի զարգացումներ, կիմանաք նրանք։ Ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը կաշառք ստանալու մեղադրանքով։ Այդ մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Եվս 2 անձ ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու եւ կաշառք տալու մեղադրանքներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։ Հոնկոնգի բազմահարկ բնակելի համալիրում խոշոր հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով կա 4 զոհ, 3 տուժած։ Մի քանիսին դեռևս չի հաջողվել փրկել։ Շենքն ունեցել է բամբուկի կառուցվածք, որը կրակի համար նպաստավոր հիմք է դարձել։ Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ աստիճանաբար նմանատիպ նախագծերը կփոխարինվեն ավելի հրակայուն նյութերով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ուկրաինական պատերազմի խաղաղության ծրագիրը կրճատվել է 28 կետից մինչև 22-ի։ Նրա խոսքով 28 կետանոց ծրագիրը պարզապես սկզբնական նախագիծ էր։ Յուրաքանչյուր կետի վերանայման արդյունքում դրանց թիվը նվազեց մինչև 22-ի։ Դրանցից շատերը լուծվել են այն էլ շատ նպաստավոր կերպով, ասել է նա։ Պատասխանելով լրագրողների հարցերին, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելելու է Միացյալ Նահանգներ, Ամերիկայի առաջնորդն ասել է. Զելենսկին կցանկանար գալ, բայց կարծում եմ, որ նախ պետք է գործարքը կնքենք։ Մենք բանակցային լավ հարաբերություններ ունենք։ Որոշակի բանակցություններ ենք վարում նաև Ռուսաստանի հետ։ Ուկրաինայի մոտ ամեն ինչ լավ է, կարծում եմ, որ նրանք շատ գոհ են։ Մենք առաջընթաց ենք գրանցում։ Ես կարծում եի, որ դա կլինի ամենահեշտ լուծումներից մեկը, հաշվի առնելով իմ հարաբերությունները նախագահ Պուտինի հետ, բայց դա հավանաբար ամենադժվարներից մեկն է։ Այստեղ շատ ատելություն կա։ Այս ամենի ֆոնին ԱՄՆ-ի բանակի նախարար Դենիել Դիսկոլը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինայի պարտությունն անխուսափելի է։ Ուկրաինայի իրավիճակը ժամանակի ընթացքում միայն կվատանա եւ հետեւաբար Կիևը կշահի, եթե խաղաղության բանակցությունները հիմա սկսի, այլ ոչ թե ավելի վատ իրավիճակում հայտնվելուց հետո, նշել է Դիսկոլը։ Ամերիկյան մամուլում հայտնվել է Թրամփի եւ Պուտինի օգնականների եւ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դիմիտրիևի եւ Յուրի Ուշակովի հեռախոսազրույցների սղագրությունները։ Ստիվ Ուիտքոֆի եւ Յուրի Ուշակովի զրույցի ժամանակ ամերիկյան պաշտոնյան խորհուրդներ է տվել, թե ինչպես Թրամփի հետ հաջող բանակցություններ վարել։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը նշել է, որ շուտով հոկտեմբերի 17-ին Սպիտակ տուն կայցելի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ առաջարկել է, որ Պուտինը Թրամփի հետ խոսի մինչեւ այդ հանդիպումը։ Ուիտքոֆը Ռուսաստանին Ուկրաինայի խաղաղության նոր պլան մշակելու միտք է տվել Գազայի խաղաղության համաձայնագրի օրինակով, խորհուրդ տվել, որ այդ ծրագիրը անձամբ Թրամփին ներկայացնի Պուտինը, հորդորել կազմակերպել Պուտին-Թրամփ հեռախոսազանգ մինչև Զելենսկու Վաշինգտոն ժամանելը, նշել, որ Պուտինը պետք է շնորհավորի Թրամփին Գազայի համաձայնության կապակցությամբ եւ Ռուսաստանը ներկայացնի որպես խաղաղության ձգտող կողմ։ 2 օր անց հոկտեմբերի 16-ին Պուտինն իսկապես զանգահարել է Թրամփին։ Թրամփը այդ խոսակցությունն անվանել է չափազանց արդյունավետ։ Գաղտնի խոսակցության արտահոսքի մասին Թրամփը մեկնաբանել է. դա սովորական բան է, նա պետք է վաճառի այդ գործարքը եւ Ուկրաինային եւ Ռուսաստանին։ Դա է գործարք կնքողի աշխատանքը։ Ես ինքս դա չեմ լսել, բայց լսել եմ, որ դա բանակցային սովորական գործընթաց է։ Ես կռահում եմ, որ նույն բանն էլ նա ասել է Ուկրաինային, որովհետև յուրաքանչյուր կողմ ինչ-որ բան պետք է զիջի ու ինչ-որ բան ստանա։ Յուրի Ուշակովն էլ ասել
ասել է, որ Witkoff-ի հետ հաճախակի զրույցներ է ունենում, դրանց բնույթը գաղտնի է։ Նախնական համաձայնություն է ձեռք բերվել, որ Steve Witkoff-ը հաջորդ շաբաթ ժամանելու է Մոսկվա։ Ռուս պաշտոնյաների հեռախոսազրույցի ժամանակ Կիրիլ Դիմիտրիևը Յուրի Ուշակովին հայտնել է, թե մտադիր է Սպիտակ տանը փոխանցել հակամարտության կարգավորման պլանի ռուսական տարբերակը ոչ պաշտոնական ձևով։ Ուշակովը մտահոգվել է, որ ամերիկյան կողմը կարող է չընդունել ռուսական տարբերակը, բայց հետո ներկայացնել այն որպես համատեղ համաձայնեցված։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դիմիտրիևը հերքել է իրեն վերագրվող ձայնագրությունը, հայտարարել է, որ Bloomberg-ի սղագրության հրապարակումը կեղծիք է։ Որքան մոտենում ենք խաղաղությանը, այնքան ավելի հուսահատ են դառնում պատերազմի հրահրիչները, ասել է նա։ Բելգիան հրաժարվել է առգրավել ռուսական սառեցված ակտիվները եւ փոխանցել դրանք Ուկրաինային առանց Եվրամիության իրավական եւ ֆինանսական ռիսկերի դեմ երաշխիքների։ Այս մասին հայտարարել է Բելգիայի պաշտպանության եւ արտաքին առևտրի նախարար Թեո Ֆրանկենը։ Մենք շարունակենք աջակցել Ուկրաինային, բայց այս հարցում թույլ չենք տա, որ որևէ մեկը մեզ համոզի։ Կան չափազանց շատ թաքնված ռիսկեր։ Հիմա Իտալիան նույնպես հասկանում է դա, նշել է Ֆրանկենը։ Բելգիայի դիմադրությանը հակառակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ շուտով կներկայացնի այդ երկրում ռուսական սառեցված ակտիվների առգրավման առաջարկների իրավական տեքստը։ Միավորված ազգերի կազմակերպությունը պաշտոնապես մեկնարկել է հաջորդ 10-րդ գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացը։ Համատեղ նամակում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը եւ գլխավոր ասամբլեայի նախագահն առաջարկել են առաջադրել թեկնածուներ 2027 թվականի հունվարի 1-ից այդ պաշտոնը ստանձնելու համար եւ շեշտել, որ որևէ կին երբեք չի զբաղեցրել քարտուղարի պաշտոնը։ Անդամ պետություններին խրախուսվել է լրջորեն քննարկել կին թեկնածուների առաջադրման հարցը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հրապարակայնորեն հայտարարված թեկնածուների թվում են Չիլիի նախկին նախագահը, Կոստա-Ռիկայի նախկին փոխնախագահը եւ ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենը։ Վետոյի իրավունք ունեցող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները պետք է համաձայնության կան թեկնածուի հարցում։ 2021 թվականին վերընտրված գործող քարտուղար Անտոնիո Գուտերեշի ժամկետը լրանում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Թուրքիայում լրագրողը դատապարտվել է 4 տարի 2 ամսվա ազատազրկման երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սպառնալու համար։ Լրագրողը ձերբակալվել էր հունիսին, երբ մեկնաբանել էր մի հարցման արդյունքներ, որի համաձայն հարցվածների 70%-ը դեմ է եղել, որ Էրդողանը նախագահի աթոռին մնա մինչև իր կյանքի վերջը։ Իր YouTube-յան ալիքում հրապարակված տեսանյութում լրագրողը պնդել էր Օսմանյան կայսրության մի քանի սուլթաններ կամ սպանվել են կամ խեղդամահ եղել, ինչը թուրքական դատարանը սպառնալիք էր որակել։ Ռուսաստանի ազգային անվտանգության ծառայությունը կանխել է ռուս լրագրող Սերգեյ Սոլովյովի դեմ նախապատրաստած մահափորձը։ Նեոնացիստները ծրագրել էին հնարավորինս շուտ սպանել Սոլովյովին, թունավորելով պիցայի միջոցով։ Դատական նիստի ընթացքում ներկայացվել է ձայնագրություն, որը կատարվել է գործով մեղադրյալներից մեկի բնակարանում։ Նա պատմել է, որ հետևել են լրագրողի պիցայի պատվերի առաքմանը եւ ցանկացել են դրա մեջ թունավոր նյութեր ավելացնել։ 2026 թվականի օլիմպիական խաղերի կրակը Հունաստանում վառվել է։ Այն հանդիսավորությամբ հանձնվել է առաջին ջահագրին։ Թիավարության մարզաձևում 2024 թվականի բրոնզե մեդալակիր Պետրոս Գայդացիսին։ Նա բացել է 9-օրյա էստաֆետը, որին մասնակցելու է մոտ 450 մասնակից։ Օլիմպիական կրակն անցնելու է Հունաստանի տասնյակ քաղաքներով եւ պատմական վայրերով։